մի զարմանալի հուշարձանի, որը գտնվում է ընդամենը 30 կիլոմետր Երևանից դեպի արևմուտք, Երևան-Գյումրի ճանապարհի ձախ կողմում։ Հուշարձան, որը գրեթե նորովի մեկնաբանելու հնարավորություն են ձեռում մեր հնագույն մշակույթը և պատմությունը։ Դուք տեսնում եք հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիան, Միջագետքը և ներքին նավեր հուշարձանի տեղում։ Ես պատահական չեմ կատարել այս հանդիպությունը, որովհետև փաստորեն ներքին նավերը, եթե չասեմ սեր, դրում է բավականին լուրջ կապեր է ունեցել և Փոքր Ասիայի, որտեղ հետագայում ձևավորվեց պետական ձևով կայսրությունը, և Միկանի, և Միջագետքի, և Սիրիո-Պաղեստինյան աշխարհի հետ։ Հուշարձանը ըստ ռադիոածխածնային տարածությունների արդյունքների, բոլոր արդյունքները, եթե միասին մեկի բերենք, ապա ամբողջովին տեղավորվում է 3-րդ հազարամյակի մեջ, իսկ անցած տարի տեղված 9-րդ դամբարան արդեն 3-րդ հազարամյակի առաջին կեսին բնորոշ արտեֆակտներն են։ Ինչ է կատարում այս ժամանակ ամբողջ աշխարհում։ Փաստորեն մենք կարող ենք ասել, որ դրվում էին քաղաքակրթության հիմքերը։ Եգիպտոսում 3000 թվին ըստ Բիկերմանի հիմնվում է առաջին հարստությունը, 2000 թվականում Շուրուպակում հայտնաբերվում է արխիվ, որը վկայում է Շուրուպակում գործում 2800 թվականին արխիվի մասին։ 20-24-րդ դարերում ձևավորվում է Ուրի վաղ-հարստությունը, որին հաջորդում է ակադական շրջանը, Ակադացու բռնապետության կամ միասնության հիմնարկումը, սրան հաջորդում է Ուրի 3-րդ հարստությունը։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք այս ամբողջ կոնտեքստը մեկ հազարամյա տևողությամբ, ապա ամբողջ աշխարհը եռում էր, ամբողջ աշխարհում արմատական փոփոխություններ էին տեղի ունենում, հանդես էին գալիս վաղ քաղաքակրթությունները, հանդես էին գալիս առաջին պետական կազմավորումները, առաջին կայսրությունները, արվեստը, որ բնորոշ էր պետական կազմավորումներին։ Ժողովուրդները հաստատվում էին իրենց հայրենիքում, ձևավորվում էին էթնոմշակութային ընդհանրություններ, ապա քիչ անց մենք տեսնում ենք, որ հնդեվրոպական լեզվաընտանիքի առավել կազմակերպված և հզոր ջոկատը հին արիացիները, որոնք կոչվում են նաև ինդո-արիացիներ կամ իրանո-արիացիներ, թափանցում են Իրան, Միջին Ասիա, Հնդկաստան, կործանում են տեղի խոսքը Հնդկաստանի վերաբերում Խարապպա ասեն մշակույթը և նրա փոխարեն ձևավորվում է հին վեդայական սկզբունքների հիման վրա գործող մի հասարակություն, որը զարմանալի կազմակերպված և բարձր հայրական հատկանիշներով էր օժտված։ Եվ պատահական չէ, որ այսօրվա եվրոպացիները մինչև հիմա զարմացած են վենաների փիլիսոփայության և այնտեղ իշխող բարոյական նորմերի վրա։ Քանի որ մենք խոսեցինք արդեն 2-րդ հազարամյակի մասին, ասեմ, որ հանդես է գալիս խեթական, ապա Միկանի հզորագույն կայսրությունները, որոնք գոտեմարտում են և միմյանց հետ, և աշխարհակալ Եգիպտոսի,
և Բաբելոնի և Ասորեստանի։ Ինչպիսին էր վիճակը Հայաստանում։ Հաջող Հայաստանը, ինչպես ներկայացնում են մեզ, մի պերիֆերիա էր, հին արևելյան, որը միայն հարավից եկող իմպուլսների ազդեցությամբ էր բավականին դարեր անց ինտեգրվում հին քաղաքակրթությունների ոլորտի մեջ և այս ժամանակաշրջանում, ինչպես վկայում են մեր շատ ու շատ գիտնականներ, Հայաստանը ընդամենը ցեղային միավորումների լավագույն դեպքում մի երկիր էր, որտեղ պետական կազմավորումների մասին լավագույն դեպքում կարող են խոսել երկրորդ հազարամյակի երկրորդ կեսից։ Այն էլ նույնիսկ այդ բավականին լուրջ քննադատումների էր ենթարկվում և գտնում եմ, որ առաջին պետությունը դա ուղարկում էր կանլանի թագավորությունը, որը որևիցե կասկած չուներ, ուներ պետականության բոլոր հատկանիշները, իսկ մինչ այդ երկրները, որոնք նույնիսկ հիշատակվում էին հին արևելյան աղբյուրներում, Հայասազին, Արմիշուկրյան և մյուսները, փաստորեն իշխանիկներ էին, Էթիոնի կամ և պատահական չէ, թե դուք կարդալուց կտեսնեք, որ Վանի թագավորները նվաճեցին ոչ թե թագավորի, որ իրեն թագավոր էր կոչում, այլ իշխանիկությունների։ Նույնիսկ իշխան բառը դժվարանում են արտաբերել։ Այդպես է արդյոք։ Արդյոք մենք այդքան հետ ենք մնացել հին արևելյան զարգացումներից։ Վերջին մեկ տասնամյակի պեղումները, որոնք հիմնականում ընթացել են ղեկավարությամբ, երկու առանցքային հայաստանյան հուշարձաններում, Շենգավթում և Ներքին Նավերում, Շենգավիթն գտնվում է Երևան քաղաքի տարածքում, փաստորեն այս երկու կարևորագույն հուշարձանները, որոնք անմիջապես մեկը մյուսին փոխարինելով զարգացել են ավելի քան 1.5 հազարամյակ, գտնվում են միմյանցից ընդամենը 20-25 կիլոմետր հեռավորության վրա, նույն պատմաշխարհագրական միջավայրում։ Դժվար է մենք դասախոսության մեջ երկու թեմաներ ընդգրկել, ես հավանաբար Շենգավթի մասին առանձին կխոսեմ, այսօր կանգ առնենք Նավերի վրա։ Հուշարձանը եղել է բավականին մեծ, ամենայն հավանականությամբ զբաղեցրել է մոտ 45-50 հեկտար տարածք, բայց խորհրդային տարիների օրոք Դամբարանադաշտի զգալի հատվածը, մոտ 40 հեկտար հատվածը մելորացման կամ ջրարգացման հետևանքով զրկվել է իր վերգետնյա կառույցներից։ Այժմ այնտեղ մշակովի դաշտ է։ Իհարկե դաշտի ներսում պետք է որ պահպանված լինեն դամբարանները, Նավերի դամբարանների խորությունը հասնում է մինչև 3 մետրի, կարող է որ հուսան ինչ-որ բաներ պահպանվել են։ Անխաթար տեսքով պահպանվել է միայն հարավային հատվածը, դուք տեսնում եք այս հարավային հատվածը, որտեղ մենք հաշվում ենք 25-30 դամբարաններ և 2002 թվականից ի վեր կատարված պեղումների արդյունքում պեղվել է կարծես ուղիղ մի գծի վրա շարժված այս 5 դամբարանները։ Անցած տարի մենք պեղեցինք համար 9 դամբարանները, ոչ լրիվ դրա համար դեռ չենք սևացրել և 10 նախապատրաստեցինք պեղումների համար։ Քանակը ինքնուրույն տեսնում եք սարսափելի փոքր է, նման մեծ եզրակացություններ անելու համար, որ դուք կտեսնեք շուտով։ Դամբարանադաշտի հրվանդանի ստորոտում այս մասում գտնվում են բավականին հետաքրքիր բոլոր ձև հատակագծով
հսկայական ժայռապետքովներից կառուցված ներփակ տարածքներ։ Դրանց վրա գտնվում էր ամենամեծ դամբարանբլուրը, որ մենք այն ժամանակ անվանում էինք մեծ արքայական դամբարանբլուր, բայց հետագայում պարզվեց, որ այս թմբի ներքո ոչ թե դամբարան էր, այլ մի հսկայական տաճարական համալիր, որը երբ է ձևավորվել, դեռևս դժվարում ենք ասել, սակայն պահպանված և տեղված հատվածները վկայում են, որ այս տաճարական համալիրը ձևավորվել է մոտավորապես 8-7-րդ դարերում Քրիստոսից առաջ և վերականգնվելով հարատևել է մինչև վաղ քրիստոնեության ժամանակաշրջանը։ Այսինքն ավելի քան 1000-ամյակ գոյություն ունեցող սա տաճարական շինություն էր, որը զբաղեցնում էր 300 քառակուսի մետր տարածք և բաղկացած էր 4 մեծ սենյակներից։ Ինչ է? Ուղղանկյուն հատակագիծ ունի, ես դա ցույց կտամ դեռ։ Հիմա վերադառնանք դամբարանբլուրներին։ Ուրեմն այս հատվածում, որ մենք սկսեցինք պեղել, առաջի դամբարանբլուրը նույնպես մեծ ավերածություններ էր ենթարկվել, տեսնում եք այս հատվածով, այս ճանապարհով անցել էր տրակտորը, հարթեցնելով բլրի գագաթը, հետո մի անգամ էլ այսպես էր գնացել և կեսից ավելին ամբողջ դամբարանբլուրի փաստորեն ոչնչացված էր։ Մնացած հատվածի պեղումները ցույց տվեցին, որ մենք այստեղ գործ ունենք մի շատ ինքնատիպ դամբարանի կառուցվածքի հետ, որը բնորոշ է վաղ դամբարանբլուրների մշակույթին։ Եվ Վրաստանի տարածքում այժմ գտնվող, բայց հայկական լեռնաշխարհի մեջ մտնող Ծալկայի հովտի, Թրևկի և Բեդենի դամբարանբլուրները նույն կառուցվածքն ունեն։ Վերևից ծածկված են մանր քարերով, տեսնում եք այստեղ կարող եք իմանալ։ Իսկ ստորին մասը սովորաբար ձևավորված է լինում զանգված է մեծ քարերով։ Սակայն առաջի դամբարանբլուրի տակ ոչ թե մեծ քարեր էին, այլ կարմիր տուֆից պատրաստված սալիկներով ձևավորված էր մի հարթակ և այդ հարթակի վրա նոր բարձրացվել էր դամբարանթունը։ Կենտրոնական մասում դամբարանն էր, մենք հիմա ավելի մանրամասն կնայենք, ես պարզապես ձեզ ցույց տամ դամբարանբլուրները, սա երկրորդ դամբարանբլուրն է, տեսնում եք տուֆից պատրաստված երկշարք կրոմբլեխի մնացորդը, որտեղ այս նույն տարածքում նույնպես անցել էր տրակտորը, այս բացվածքը, որ տեսնում եք, տրակտորի անցման հետքն է, որը վերգետնյա հատված ավիրել էր, բայց բարեբախտաբար մի փոքր հատված մնացել էր տաճարական կառույցից, որը հետագայում հիմնել էին դամբարանի վրա։ Ընդհանրապես ասեմ, որ նավթիների պաշտամունքը, որը հին արիացիների, եվրոպացիների մոտ պաշտամունքի մակարդակի էր հասնում, նավերում բացահայտված է շատ ու շատ փաստերով։ Նույնիսկ այս երկրորդ դամբարանի վրա հետագայում թաղումը կատարելուց հետո սրբատաշ տուֆ քարերով կառուցված էր ուղղանկյուն մի կառույց, որը ամենայն հավանականությամբ զոհաբերությունների, աղոթքի և համայնքի անդամների տարիներ շարունակ գուցե դարեր այցելությունների վայր էր։ Հետագիր է, որ նույն տիպի մի այսպիսի դամբարան հայտնաբերվել է վերին նավերում, համար 34 դամբարանի վրա, նույնպես ուղղահայաց դրված քարերով ձևավորված էր ուղղանկյուն շինություն, որի ներսից հայտնաբերվեցին զոհաբերված կավանդակների մնացորդներ։ Ուրեմն այս բոլոր դամբարանբլուրները զբաղեցնում են 25-ից 30 մետր տրամագիծ և պատահական չէ, որ ամեն մի դամբարանբլուրի պեղումը տևել է 2-ից 3 տարի։ Պատկերացնում եք այս հսկայական քարակույտերը մաքրվում են փոքրիկ մեծության քլունգիկների և
վրցինների օգնությամբ։ Ոչ մի մեխանիզացիա, ոչ մի քլում, ոչ մի փորող բահ այստեղ չի աշխատել։ Եվ պեղումները կատարվում էին շերտ առ շերտ, նախ խոտածածկույթներ հեռացվում, խոտածածկույթից հետո հեռացում էր հողածածկույթը, որի ընթացքում բոլոր գտածոները ֆիքսվում էին, քարտեզագրվում էին, եւ երբ որ բացվում էր զրահը նկարվում էր, այդ բոլոր փուլերը աստիճանաբար նկարվում էին եւ նկարվելուց հետո նոր մենք հեռացնում էինք քարերը եւ բացում էինք դրանց տակ եղած կրոմլեխները։ Ասա համար 7 արքայական դամբարաններն են, այստեղ արդեն որևիցե կասկած չունենք ասելու, որ սա արքայական է, որտեղ ի թիվս այլ գտածոների հայտնաբերվել են նաեւ դիմաքանդակներ, տուֆից կերտված դիման, պրոֆիլ դիրքով, որը եզակի է ամբողջ հին-արևելյան մշակույթի համատեքստում։ Սրանցից մեկի վրա զիգզագ գծեր են որագրված, որը կարող է եւ թագի հետք լինի։ Ինքը քարը բավականին հնարվել է 4000 տարուց ավելի գետնի մեջ մնալու է։ Ձեզ հիշեցնեմ, որ այդպիսի մի բեկոր օրհանագետները չգիտես ինչի այն ժամանակ շատ այդպես քանտիծալով էին ընդունում, հայտնաբերվել է Նորի բերդում, խեցու բեկորի վրա պատկերված է դարձյալ պրոֆիլ մարդու դիմանկար, որը կրում է զիգզագազարդ թագ։ Հետագան պարզվել, որ այդպիսի մի թագ է հայտնաբերվել է Լևոն Պետրոսյանի պեղումներից Լճաշենից, որը նույնպես չգիտես ինչի չի մասսականացում։ Թագը իշխանության խորհրդանիշ է միշտ եղել եւ միշտ մնում է։ Հիմա տեսեք, այս հիանալի դամբարանը կարող էր ամբողջովին ավերվել, տեսնում եք ջրագիծը, որ խորհրդային տարիներին անց են կացրել, եւ այստեղից այս ամբողջ հողը հետագայում վերցվել եւ լցվել էր խողովակը ծածկելու համար։ Բարեբախտաբար, ինչպես եւ բոլոր մնացած թաղումներում, այստեղ նույնպես Վերգետնյա թաղումը պատկանել Ուրարտական շրջանը եւ ավերվել է հիմնականում Ուրարտական թաղումը։ Իսկ միջին բրոնզի դամբարանը պահպանվել էր իր նախնական տեսքով, եթե չհաշվենք իհարկե գանձագողերին, որոնք ներխուժելով տարել էին ամենից թանկարժեք իրերը։ Սա 9-րդ դամբարանն է։ Այստեղ նույնպես վերևում Ուրարտական իջեցուկ թաղում էր, սակայն ստորին հատվածը պահպանվել էր անխաթար, որտեղ մենք հայտնաբերեցինք 3-րդ հազարամյակի առաջին կեսին պատկանող։ Դերևս ես ասում եմ առաջի կես, չի բացառվում, որ սա խորանամիջ է 4-րդ ձյու արջևի կեսը, անատոմիական ճեշտ դիրքով։ Որ մայզին ինչն է հետաքրքիր, որ սա փաստորեն երեք երբ մենք մնացել էին, Աթայանց Լենանել ներկա էր, հնակենթանաբանն ասեց, որ սա կարծես թե վայրու ձիուց ընտանի ձյու անցման մի երևույթ է, այսինքն շատ վաղ ձի է, բայց միայն եւ միայն դամբարան դրվում էին ընտելացված ձիերը, որովհետեւ ես անդադ վերաներն եմ հիշատակում, այնտեղ միայն եւ միայն թաղում էին հեծկան ձիերի, որպես բարձրագույն նվիրատվություն աստվածների, որպես բարձրագույն զոհաբերություն։ Ձիերի մասին մի քիչ հետո խոսենք, ես պարզապես դամբարանները ձեզ ցույց տամ, սա Հայձնոտ դամբարանների ավելի վաղ հատվածն է, եթե նայում եք կարծես դոդոշի տեսք ունենա, տեսնում եք ձեր ոտքը ծալած, այս հասկը, որպես դդերում։ Ֆրանսիացիների սիրած կերակուրն է, եւ հետաքրքիր է, որ այս առասպելական էակը, որը ընկալվել է միջնորդ անդերցյալ կյանքի եւ այս աշխարհի միջև, կարծես իր մեջքի վրա դրած պետք է տեղափոխել այստեղ թաղվածին անվտանգ ձևով մինչև հանդերձյալ աշխարհը, սրբազան վայրը ըստ արիացիների, որովհետև մեր արևելքում հնդարիացիների, որովհետև իրանո-արիացիների մեջ սրբազան էր համարվում հյուսիսը։ Մենք հիմա կտեսնենք, որ ներքինն ավերում հենց
Գյուզյանի կողմն է համարվել Սրբազանը։ Իսկ Թրեղ Վանաձորյան մշակույթի կրողների համար Սրբազանը եղել արևելքը եւ պատահական չէ, մենք արդյունքում ենք շատ ու շատ գիտնականներ, դուրս գիտնականներ, այն բարգասն են հասնում, որ իրենց նախնական հայրենիքում հն իրանցիները եւ հն իրանո-արիացիները եւ հնդարիացիները ապրել են մի հայրենիքում։ Զարմանալի է, բայց թաղմանց տեսում այդ կարևորագույն ամենակարևոր կետն է եղել իմացել հանդեսյալ աշխարհը մարդու համար դա մեծագույն վտանգ էր, եթե հանկարծ նա չհայտնվեր ճիշտ ճանապարհով չգնար եւ չգնար սակրալ այդ երկիրը, որտեղ դրախտն է։ Եվ մենք տեսնում ենք մեկ-մեկից ընդամենը 1.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում երկու դամբարաններում մի տեղ սակրալ է եղել հյուսիսը, մյուս տեղ սակրալ է եղել արևելքը։ Իհոսքով կան բազմաթիվ վկայություններ եվրոպական ժողովուրդների առասպելներում, որ Դոդոշը ուրեմն հանդիսացել է միջնորդ ուղեցույց, ինչպես ասենք շունը նաև, ինչպես ինչ-որ տեղերում համարվում նաև ձին, ուրեմն դեպի հանդերձյալ աշխարհ ուղեկցելու համար։ Այս մեր դամբարանի տարբեր հատվածներից նկարներն են։ Ահա առաջի դամբարանի հատակագիծը, որ դուք տեսնում եք, այստեղ դուք տեսնում եք երկու շերտը, վերևի շերտը պահպանված իհարկե, որը որ բավականին նման է սովորական նմանաթմբի, դասական, եւ կարմիր տուֆից հարթակը, որը պահպանվել է տեղ-տեղ, քան ինչպես ցույց տվեցի տրակտորը ավերացիաների էր ենթարկել դամբարան, ասելով են դամբանաթմբի վրայով եւ դամբանաբլրի սահատակագիծն է տեսնում եք, որի ուրեմն ամբողջովին ծածկված էր հրամխային քարերից կազմված լիցքով, որը մենք անվանում ենք քարե զրա։ Սա համար 3 դամբարանի կրոնլեխն է։ Դրա կտրվածքը, հատակագիծը։ Չորրորդ դամբարանն է։ Առաջի դամբարանի ծածկը, տեսնում եք, արևելյան կողմում դրոմոսն է, որը կարմիր ինչ-որ մի տուֆես արեկով կարծես խցանված լիներ, քանի որ դրոմոսը նախատեսված էր հոգու երումուտի համար, մահացածի, որպեսզի չար քերը չկարողանա ներխուժել ներս, ուրեմն դրել են նաև դրախտուցիչ փական եւ դամբարանի ուրեմն քարեր լիցքն է մաքրվելուց հետո։ Այստեղ դուք արդեն տեսնում եք երկու տեսքը, ստորին կարմիր տուֆից պատրաստված հարթակը եւ դամբարանը պեղումներից հետո։ Հետաքրքիր պատմություններ կապված եւ մենք դամբարանը պեղեցինք եւ տեղի ուրեմն կենթանաբանը կամ զոհը ժողովուրդ ասում է, եկավ եւ ասել, որ այստեղ ձի կա, մենք դամբարանը ծածկեցինք, որտեղ սա անհավատալի էր, այդ ժամանակ մենք Հայաստանում ոչ մի տեղ չունեին ձիու վկայություններ եւ մոտավորապես 1.5 մետր հող լցրեցինք, արդեն ձյուն էր գալիս, դեկտեմբերն էր, չէր կարելի պեղել եւ այլն։ Մյուս տարի մայիսին սկսեցինք պեղումները եւ այդ ժամանակ Հայաստան եկավ գերմանացի խիստ նշանավոր պալեոզոլոգ Հանս-Պիտեր Ուերտմանը, որը իր ձեռքով բացեց այդ ոսկորները, ինքը մարգիրովկան արեց, որոշեց, որ այստեղ զոհաբերված է երկու ձի։ Եվ Բերլինի գիտաժողովի ժամանակ ինքն էլ հայտարարեց, որ մենք այստեղ ունենք ընտելացված ձիու ամենահին վկայությունը առաջավոր Ասիայում։ Դե ձիու ոսկոր էր, ուներ ժամանակ դուս եկել, մենք կանչեցինք, ես
հնագետ եմ, չեմ կարող իմանալ, պարզապես տղաներն ասում, որ իրաց գյուղում կա մեկը, որը հատկապես ասում է, բավականին լավ է ձիերի հետ, որտեղ ձիերին նաև որդումուտում են, ոսկորները գիտի, և ճիշտ էր ասել, ասկորեն այստեղ իրով ձիեր։ Սա պատկերացեք այս վիճակն է, տեորիներից արկ, հետո ամբողջը պատկերացնում եք սկայական, մի քանի տասնյակ տոննա կշռող քարելիցքը, որը լցված է եղել փայտե ծածկի վրա, գերանակապ է եղել ծածկերի, այդ գերանները խթելուց հետո այդ ամբողջը լցվել է ներս վիթխարի բարձումից և սուքեջ 3 մետր բարձումից և ամբողջ կավանոթները ամեն ինչ փաստորեն մանր բեկորներ են դառնալու և մեր վերականգնողների հերոսական ջանքերով դրանք այսօր ունեն այնպիսի տեսք, որ նույնիսկ երբ ազգային ժողովի նախագահը եկել էր և նայում էր ցուցադրությունը, նավեր ցուցադրությունը բացել պատմության թանգարանում կարող է գնալիս նայելով հետաքրքրվի, ինքը չհավատաց ասում է, ինչ է սրանք վերականգնված են։ Այդ դրանք կատարել են, այս սրանցից մեկներն են նստած է ղեկավարը գնան, ինչպես որ շնորհակալությունը հայտնի գրել։ Եվ մարդիկ չեն հավատում, որ տան բոլորը այդպիսի փոքր բեկորներից վերականգնված են։ Աղոթներ կան, որոնք կես տարի չարչարվում չեն կարող վերականգնել։ Եվ տեսնում եք զոհաբերված կենդանիների համ։ Առաջին դամբարանում զոհաբերված կենդանիների քանակը տեսականին, ոչ թե քանակը, 28 էր։ Հասկանում սա ինչ քանակ։ 28 տեսակի կենդանի է զոհաբերվել, ոչ թե 28 հատ։ Եթե մենք այս կենդանիները խորհրդանշում են եվրոպական պատկերացումներով տիեզերքի հիերարխիկ երաստիճան ուղղահայաց կառուցվածքը։ Ստորգետնյա աշխարհ, երկիր, երկինք։ Հիմա տեսեք ինչեր ունենք, ես պարզապես թռչուններ, ընդ որում արագիլի մի տեսակ, որն արդեն անհետացել է, ռելիկտային տեսակ է այնտեղ հայտնաբերվել։ Այնտեղ մենք ունենք երկրի կենդանական աշխարհը խորհրդանշող։ Սկսենք անշարժ բաներից, ուրեմն խոյեր, այծեր, ցլեր, երջերուներ, ձիեր և գիշատիչ գազաններ, աղվեցներ, որոնց ամենայն հավանականության մորթու համարին են դրել, և գայլեր, հետո ծրեք ձերականիները, հովազ և արյուծ։ Ընդհանրապես հովազի և այլուցի համադրությունը միանշանակ արկական շտամության վկայություն է։ Սա ես չեմ ասում, սա ասում են գերմանացիները, ընդ որում իրենք են բանանում, որ այստեղ դրված են եղել հովազի և այլուցի մորթիներ։ Իսկ ամեն մի կները կարգացության համար գյադագդայի համար արյուծ ու հովազ չէին։ Ավելին, այդ արքան ինքը պետք է իր ձեռքով որսար։ Հիշեք 90-ական արքաների, պարսկական արքաների, թեկուզ հայոց արքաների, որոնք եթե նա իր ձեռքով չկարողանար հաղթել արյուծին, նա իրավունք չուներ այդ մորթին կրել։ Նա հաղթել է առանցենք, չէ, զենքով։ Այդ մենակ արևներ կար առանցենք։ Գնան վիճել էր։ Եվ արյուծ մերի նախատինքն է սա։ Մեր էպոսում հիշատակված այլուցածել մերը հենց այնպես չի եղել։ Այս մարդը իրոք կրել է և այլուցելի և հովազների։ Եվ վագրենավոր այդ շոթարուցավելու պատմավեկը, վերջերիչ հովազը և վագրը գրեթե համարժեք կենդանիներ են։ Եթե կարելի է ես մի փոքր մեջբերում անեմ, Գիլգամեշը, գիտեք, բոլորս տեղյակ ենք, հայկական լեռնաշխարհ գալուց ինքն իր հետ բերել է առյուծի ձագին, որպեսզի թույլ տա, որ մտնի հայկական լեռնաշխարհ։ Հակառակ դեպքում ինքը չէր հասնի նույնիսկ այդ Վանալեջին, ինչպես որ պատմում են։ Դա կարող է ինչ-որ մի սիմվոլ է, զուտ իրավունք է տրվում։ Իրավունքի, ոնց ասեմ,
պետության ղեկավարի իրավունք տալու ինչ-որ մի ձև զարգացնել ձեր գաղափարն է։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այ առյուծենու ուրեմն հագուստով պատկերված է մեր միջնադարյան հզորագույն իշխաններից մեկը Էլիկումը, եթե նայում եք նրա քանդակը, որը նորավանդում է, ապա զարմանցնում է, թե կարծես Գիլգամեշի քանդակած է։ Այ Գիլգամեշի պատկերը եթե դրեք Էլիկումի տապանակարի վրայի պատկերի վրա, կապշեք թե ինչքան նման է։ Եվ հետաքրքիր չէ, որ հենց այնտեղ հզոր արձանագրություն է, որ ասում է, որ առյուծաձև մռնչար ընդդեմ այլակրոն ազգի։ Այդ այլակրոն ազգը թուրքերն էին, եւ ինքը թուրքաց պատերազմում է, Թուրքիայի դեմ կռվում է զոհվել։ Այդ Էլիկումը, որ միայն ձայնից թուրքերը սարսափահար են եղել։ Զարմանալի է, նրան պատկերը կարծես Գիլգամեշը, առյուծաձև հերոսի են պատկերը, 13 թե 14-րդ դարերում։ Հասկանում եք, ինչ զարմանալի բան է ավանդույթի պահպանումը, երբ ժողովուրդը ավտոխտում է եւ տեղաբնիկ է, ոչ թե կախտած, ինչպես մենք փորձում ենք մեր գլուխ հանդացնել, որ մենք 6-րդ դարում ենք ընդամենը եկել հայկական լեռնաշարժ։ Ահա հիշենք Քարաշամբի գավաթ, այնտեղ անընդհատ պատկերված է առյուծներ եւ գովազդներ, անընդհատ, նույնիսկ իրար փաթաթված, վերջում երբ խաղացին է տերում, առյուծները բազնեն փաթաթված են իրար, միանշանակ արքայական իշխանության։ Թե չեն մենք մինչև հետ վախեցել ասել, որ դա արքայական բան է չգիտեմ։ Իսկ առյուծի հետ կավերացել ներանշը։ Ես գիտեմ, որ վերջի վաղրին Բագրատունների օրոք են սպանել։ Այս օրնակ բան, թվի Վրաստանում մինչև Վրաստանի հապած Հայաստանում ես չկան գիտեմ դա վերջի վկայությունն է։ Իսկ դա բնական Ես առյուծի հետ կապված մետակի բան ասեմ ձեզ, պարզապես որ իմանալ Աջարյանին բոլորը գիտեք, բոլորը սիրում ու հարվում եք, որով համաշխարհային դեմք է նա իր մեծությամբ։ Աջարյանը այդպիսի մի վարկած ուներ, ըստ որի քանի որ առյուծը զտարյուն բնիկ հայկական հնախոսական բառ է, ապա նա ասում էր, որ հայերը երկու կրկնելով այդ եվրոպական տեսակետը, որը այն ժամանակ համընդհանուր էր հարաբերս, մինչև հիմա է գործում, դες ասեմ, չկարծեք թե այդ վտանգանցել է, մինչև հիմա եւ Ռուսաստանը եւ Եվրոպան հիմնականում պնդում են, որ մենք 6-րդ դարում ենք հաստատվել հայկական լեռնաշարժը։ Մի ընդամենը Հերոդոտի նախադասության իման վրա, որ հայերը եւ ֆրուգիացիները նույն տարածքն ունեին եւ նույն զենքերն էին կրում։ Սա բավական էր, որպեսզի ամբողջ հնագիտությունը մի կողմ դնեին եւ սա ասեին։ Եվ այսօր հայ գիտնականներ կան, որ փրփուրը վերանին, մինչև հիմա դա են կարողանում։ Հիմա տեսեք, խոսքը գնում էր Աջարյանի մասին, նա ասում էր, որ քանի որ առյուծը զտարյուն հայկական բանից, քանի որ Հայաստանում առյուծներ չկան, ուրեմն հայերի երկու է։ Ու եթե երկաթի տրամաբանություններ, առյուծներ Հայաստանում չկան, առյուծ բառը հայկական է, ինչպես կարող էր չտեսած կենթանում հնագույն շրջանի ժողովուրդը կոչել։ Եվ ես առաջի անգամ 70 թվականն էր նավերի, վերին նավերի համար 15 դամբարանից հայտնաբերված ոսկորների մեջ գտան առյուծի ատամ։ Իշխանյանը հրաշալի մարդ է, չգիտեմ ով ինչ ասում, ինչ անում, բայց ես նա շատ եմ հարգում։ Պարզապես փաթաթվեց ինձ համբուրել, շակացյան փորձ, դու գիտես դու Աջարյանի խոսքերով վկայեցիք, որ մի տեղաբնիկ ենք, որտեղ մինչև այդ մենք առյուծի որևիցե վկայություն չունեինք։ Եթե դամբարանում դրվեց է առյուծ, դա զոհաբերված է եւ ամենայն հավանականությամբ այդ առյուծը պետք է որսած լիներ այն մարդը, որ այդտեղ թաղված է։ Այնուհետև մենք գտանք առյուծներ արդեն նավերի մի քանի դամբարաններում, այնուհետև գտնվեց նաև Գոդեձորում եւ որևիցե կասկած չկա, որ Հայաստանի հին ֆաունային հատուկ է եղել այդ ազնվագույն կենդանին, որը խորհրդանշել է
արքայական իշխանությունը։ Հովազներից այս մայրոսան թեմայից ուղղակիացան, որ 4-5 հովազ են ասնարասան։ 4 հովազը, որից մեկին սպանել են արդեն։ Ծավալները ուղղաթիռով և սնայպերսկի վինտովկեքով տղեկներ հավերժական են։ Դոտական։ Խենց եք այս հուշարձանախումբը որտեղ է գտնում։ Սկզբում լավ չլսեցի, հուշարձանախումբը որտեղ է գտնում այս դամբարանը։ Աշտարակից ընդամենը 3.5 կիլոմետր արևմուտք։ Աշտարակ քաղաքի։ Գտներից տակ է։ Բայց հիմա էլ որ գնում գալիս են շատ ու շատ պաշտոնյա մարդիկ եկել զարմացել են, այս քարեր ես որեմ ոչ մի բան չկա։ Ոնց է, գյուղացիները չգիտեմ անցնի հոտ իվան չեն Գյուղացիներն նույնիսկ առաջի դարանը որ պեղում էին, գնում էին իրար հետ խոսում են ասեն Սիմոնյանը ցնցել արկել այս խորին։ Հետո նամբարը բացվեց իրանց հետ խոսեցան։ Իրոք բավականին հաշվում առանձնապես լուրջ տպավորություն չթողել դրան, որ մեկ ուրիշին կարող է և կարծել, որ սրանք պարզապես քարակուտակումներ են։ Վարարել եջեր։ Ոնց սկսես վերում։ Դա էլ իմ կապնում է։ Մասնակետեր չես կարող իշտեսնել։ Ապելին ես տեսնում ես գում ես տեղ։ Ես է դամբարանը հայտնաբերել եմ դամբարանդաշտը 78 թվականին, երբ գուցե ձենից եմ ջահել էի։ Անդադ երազել էի պեղել, բայց միայն 2002 թվականին միջոցները նավակարացան։ Սա պատկերացրեք գտնվում է ճանապարհներից հեռու, աղբյուր չկա, մի որևիցե ծառ չկա, որ ստերում նստես։ Պետք է ժողովուրդը կարողանաս տեղափոխել, բերես այդտեղ։ Եվ տարեկան 7 ամիս հերթապահություն սահմանես, որ դամբարանը պեղելու ժամանակ հանկարծ ինչ-որ պատական մեկը չգա և չփչացնի։ Այդ օձերի, կարիճների մեջ պետք է տնես գիշերը, վեր կենաս, առավոտը և 7 ամիս։ Մարտական առաջադեմ կա փաստորեն, որ իրականացնում են հնագետները։ Եթե ով մեկը կուզենա կա գիշեր են դեր մնա սիրով։ Հիմա մենք ոչ թե վրանների մեջ ենք գտնում արկնակետը նատում ենք, բայց որ բավական հետաքրքիր է։ Այստեղ մենք հայտնաբերեցինք հնագույն կատակոմբաները, մինչ այդ Հայաստանում գուցե պեղվել են, բայց կատակոմբաները սովորաբար համարվում են արտիկի կատակոմբաները, որը պեղել է Խաչատրյանը, իսկ դրանից առաջ համարում են, որ կատակոմբաները մենք չենք ստացել։ Սակայն նավերը վկայեց, որ այստեղ մենք ունենք հստակ կատակոմբայի թաղում, տեսնում եք, այս սա մուտքն է եղել, այս, որը լցված է եղել կարմիր տուֆե հատուկ վերած սալերով։ Խորշը, որի մեջ կատարվել է թաղում, ահա թաղումն է, տեսնում եք, հեծյալի դիրքով թաղումն է իր գույքով, գտնվել էր խորշի մեջ։ Հետագայում իհարկե այդ ծածկը թլվել էր, բայց ճիշտ պեղումները հնարավորություն տալիս հստակորեն ասելու, որ մենք այստեղ գործում ենք կատակոմբայի հետ։ Սա ինչն է կարևոր, որ այս մշակույթը մյուս կողմից էլ առնչվում է հարավրուսական Պակիստանների մշակույթի հետ։ Եվ այսօր Ռուսաստանում շատ մեծ հետաքրքրություն է դեպի մեր պեղումները, դեպի այս հուշարձանը, որովհետև այստեղ մենք ունենք ոչ թե նաև միայն նմանատիպ կոնստրուկցիաներ, այլ ունենք նաև, տեսեք, դամբարանի մեջ գրված է անտրոպոմորֆ կուրքի արձակ, որը շատ մեծ նմանություն ունի հարավրուսական տափաստանների կուրքերի, հնագույն կուրքերի, որտեղ ավելի ուշ կան նաև Պողոսյան շրջանի, որոնք կոչվում են Կանինեբանը, բայց սրանք այդ վաղ կուրքերն են, որոնք հայտնաբերվել են այն դամբարաններից, որոնք կոչվում են Տևալի Վիկուստի, այսինքն ստեպների, տափաստանների բուրգեր, այնքան վիթխարի հսկայական դամբարաններ են դրանք։ Հենց երեք մենք փորձեցինք ուղարկել, տեսեք մյուս կատակոմբային տիպի թաղումն է, սա ուրեմն մուտքն է և գտածոները, որ դրված է խորշի մեջ։ Մենք ուղարկեցինք ուրեմն Մոսկվա ստրոնցիումի անալիզի, եթե դուք եք հանկարծ նայել եք
ինքերի մասին հաղորդումը, ապա կարող եք իմանալ, մեր բոլորի ոսկորների մեջ գոյությունների ստրոնցիում էլեմենտը։ Ստրոնցիում էլեմենտը ձևավորվում է տեղի ջրի և ուտելիքի քիմիական կազմից։ Եվ ինչ որ մենք ուտում ենք ուտակն ամեր մեջ։ Հիմա իհարկե գլոբալացված այս պայմաններում լուծե էֆեկտը այդքան մեծ չի, քանի որ մենք ուտում ենք նաև դրսից բերած ուրեմն հավիբը տարբեր տեսակի ուրեմն ներմուծված սադիատիպի հավեր կամ պահածոներ, խմում ենք հենիկ ենք գարեժում եւ այլն։ Այսինքն այդ ամենը բերում է այն երկրի քիմիական տարրը, որը որտեղ ինքնադրվել է։ Այդ բրոնզե դարում այդպիսի բան չկա, մարդիկ ուտում էին այն, ինչ ունեին, ինչ իրենց ձեռքի տակ էր։ Եվ եթե մենք հիմա այս ստրոնցիումի անալիզը ստանալով պարզենք, թե այդ ձին որտեղ է շրջել, մենք կարող ենք իմանալ հին Հայաստանի սահմաններում։ Դուք ապրել ինչ։ Ձին արածել է խոտը, իր ատամների վրա նստված կետել է։ Դա կոչվում է ֆտոլիտայի անալիզ։ Եվ այդ ձյու ատամների խոտի բաղադրությունը ցույց է տալիս նա հարթավայրային խոտ է կերել, թե կերել է ուրեմն լեռնային խոտ եւ այլն։ Այսպիսի մի փորձ արդեն արել է, հասպիտալ ուերպանը վերցրել է, դեպքին ես պարտում եմ Մոսկվա որպեսի զուգահեռ կերպով կարողանալ համադրել դրան։ Եվ պարզել է, որ այդ ձի, պրոմյական շրջանի ձի, եղել է Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում։ Ուր է հասել դիվությունը։ Եվ մենք հիմա կարող ենք նույնպես իմանալ, հասկացեք հանկարծ, եթե այդ ձին եղած լինի հարավուսական Կապաստաններում կամ ասենք Եգիպտոսում։ Կամ ինչ-որ գիտել։ Դա այնպիսի անառարկելի փաստեր կտան հին արևելյան կոնտակտների մասին, որ դժվարում են մասին։ Ես պետք է Խոնարհաբար սպասում ենք արդյունքների։ Սա Հայաստանից առաջին դեպքն է ուղարկել է։ Նրանք նույնիսկ խոստացել են անել մի շատ հետաքրքիր բան, կուստ կամերան գոյություն ունեն 100 տարվա վաղեմության հայերի կարգեր։ Այն ժամանակ էլ պահածոներ չեն կերել, գարեջուր չեն խմել արտասահմանյան, հաստատ տեղական։ Եվ եթե հանկարծ այս դամբարանի ատամի և 100 տարվա վաղեմության ատամի միջև եղավ ընդհանրություն։ Բոլոր են ճամարտակների Պրպուրը բերանին խոսողների բերանը կպարդապես կպակվի, որտեղ դա կնշանեց, որ սա ավտոխտոն ժողովրդի նվազն 4-5 հազարամյա գոյատերման դուկայություն։ Դա շատ հանրակետներ են, շատ ինքան թան, որ նույնիսկ չեմ ուզում ասել։ Բայց եթե եղավ, որտեղից լինի ես այդ գումարը կճարեմ և դա սերիա կդարձնեմ, որտեղ մի փաստը միշտ էլ հասկացել է։ Այ հիմա ներքին նավերի դամբարանի համար ես հստակաբար կարող եմ ասել, because այս վերջերս ինչ-որ պատմության ինստիտուտից ոմանք գիտնական ելույթ են ունեցել և ասել, որ դրանք երբեք այդքան վաղ չեն, դրանք շատ ուշ տնտրանքներ են և այլն, Աստված իր հետ, իր խղճի հետ։ Ես ունեմ սերիակ 10 անալիզի արդյունքներ։ Սա արդեն ոչ մեկը չի հասկանում։ Եվ բոլոր անալիզները գալիս նստում են 3-րդ հազարամյակի երկրորդ կեսը։ Այսինքն այն ժամանակ, երբ եղել է ակադական թագավորությունը, երբ եղել է Ուրի երրորդ հարստությունը։ մի հարց տալիս Մտրեմ, ես շատ բան եմ ասի, ժամանակներ եմ իդի պիչա, Ինչպես բոլորս տեսանք նավերը ունեն շրջանացել ու կենտրոնական մասում Կենիժեմ աշտենացել։ Ասենք, կներեք, ես մի անգամ եմ ցույց տամ սարնակ, սա 7-րդ դամբարանն է, որ ես ասում էի, ինստիտուտ մնացել է, վերևը կուրարտական թաղումներ, որը որ պատվիրվել էր ես կավատրի կողմից, ստորին շերտն է, որը բացվել է, այս մի դամբարանից շուրջ 60 կավանոտ է գտնվել։ 60 գունազարդ կավանոտ, որ պարզապես ապշեցնում են այնտեղ պատկական բորսի բոլոր կենտրոնները պատկերված են։ Դե կարված է
արիական նշանը ճանկախաչերը, պատկերված են ձիեր, սա ձիերի երամակի ամբողջ աշխարհում ամենահնագույն կտավն է, ամենահնագույն կտավն է, դամբարը ստակ բակում է 13 տարով, այսինքն 200 տարի ավելի վաղ է, քան Կիկուլիի նշանավոր տրակտատը, խետական ձիերի արքայական այդ ինտելացման դասագիրքը ոչ մեկ Կիկուլիի տրակտատ, որը վիտամինից է եկել խեթյա եւ ուրեմն սովորեցնում է թե ինչպես պետք է ձիերի ինտելացնել եւ այլն։ Եվ մենք 200 տարի ավելի վաղ ունենք ձիերի պատկեր։ Դերևս ոչ մի տեղ աշխարհում չկա այդպիսի կարգավորություն։ Ուսա դամբարանն է անհավատալի է, բայց այս դամբարանը հետևած կավանութները գնազոր, փաստորեն մինչ այժմ նախորդ 70-80 տարիների ամբողջ Հայաստանով մեկ պեղումների արդյունքում հայտնաբերված կավանութների գնազոր 1/3-ն է։ Հասկանում եք մի դամբարան։ Այստեղ է գտվել այն դեմականդակը, այստեղ հատուկ մի խոր շեղ է, որտեղ ամեն հավանականությամբ պետք է բերված լիներ զենք ու զրահը, ոսկու ճաշտատից, գավաթներ, բայց ցավոք դամբարանը նախքան հնագետների այնտեղ ուրեմն թափանցել էին կազախույզները։ Կազախույզները անասելի մնաց են հաղորդում մեր մշակույթին, անասելի։ Որտեղ այն ինչ հնագետի հայտնագործությամբ է հայտ տալիս դառնում է պատմական սկզբնաղբյուր, իսկ այն գանձախույզն է, դա նշանակում է ձեռագիրը մագաղաթյան պարզապես այրել, որպեսզի կազմի վրայի ոսկի մանը։ Ուտարպես այդպիսի գործ է դրանց արած։ Ես բոլորը շշուծույց տամ, սա զենքերի տեսականին են, որտեղ իրոք շատ երկար կտևի, եթե Կրովնիշ զենք է տալշան։ դա զինանշան է, զինանշան է, շտանդարտ, որ պահել են մարտի ժամանակ։ Այս հնագույն զենքը, սուսերը, ամենից վաղ սուսերը, որը երբևից է տեսնել էպադիկ, կտակուների մեջ կարվայի շուշան։ Եվ այս սուսերը 3 տեղ ես ուղարկել եմ սպեկտրալ անալիզի։ Հայաստանում է արվել, այնտեղ այդ տվյալները ուղարկել են Գերմանիա, այնտեղ ուղարկել են Ամերիկա։ Բոլոր 3 տվյալները վկայում են, որ այս սուսերի մեջ եղել է 11% անակ։ Սա անագի դասական չափն է, հասկանում եք, չի եղել համակարգիչներ, չեն եղել ինչ-որ հատուկ լաբորատորիաներ, որ որոշեն ինչքան լցնեն։ Այսինքն սա հարյուրամյակների փորձի շնորհիվ է ձեռք բերվել, ինչքան անակ խառնել, որ ստացվի լավագույն բրոնզը։ Լավագույն բրոնզը 11-12%։ Ավելի դեպքում նա դառնում է փոքրում, շուտ ծրվող, իսկ ցածի դեպքում նա չունի այն կարծրությունը եւ դյուրավեկ է։ Սոսերը 1.10 սանտիմետրանոց զենք է, հնագույն զենքը, որ հայտնաբերվել է հայկական լեռնաշխարհում։ Եվ այս զենքի կազմի քիմիական բաղադրությունը ցույց է տալիս, թե ինչ բարձր մակարդակի են հասցրել։ Այս ճկված լինելու պատճառն այն է, որ նախքան դամբարանները բեկոտել են, ջարդել են, որպես խիստ հանկարժեքիր, որտեղ կարող է մեկ ուրիշ գանձախուզ գտնել հանուն այս սուսերի։ Դա խարի հարստություն է եղել եւ վերականգնելուց հետո այսպեսի տեսք։ Զինանշան տեսակ։ Ինչ է։ Դա Շենգավիթն է, բերեք նա թողն ենք առանձին Ուրեմն որ ես ցույց եմ տալիս, որ Շենգավիթը եղել է քաղաք, ոչ թե հասարակ բնակավար։ Դա էլի մեկ ժամից առաջ է։ Հիմա ոսկերչության մասին մի քանի խոսքեր։ Ինչով է կարևոր ոսկերչությունը։ Նախ բացառիկ տպավորիչ են ոսկյա գտածոները։ Այսինքն այնուամենայնիվ ոսկի գտածոներ կան այդ գանձախույզներից հետո։ Դե գիտեք, ոչ մեկը դուք պատկերացնում եք այդ ամբողջ հողը մաղվում է ալյուրի մաղով։ Հասկանում եք դա ինչ։ Իսկ հիմա եթե ես այդ
Այդ դերում այս հատակի վրա ստրով կարող է դրա կեսը չգտնեք այդ ուլունքների ոզնքների ժամանակին։ Եվ այդ ամբողջը հողի ու քարերի մեջ Տանձապույտները ամեն ինչ չէ, որ կարող էին տանել, և բացի դրանից ես ասեցի միայն մի գամբարան, 7-րդ գամբարանի մասին էր, որ տանձապույտները, որը սա ապակին է, այս ապակի ուլունքներն են, տեսնում եք, այս ուլունքներից կա միայն Հայաստանում, մի օրինակ կա Լորիբերդում, հրատարակությունից եմ ասում, մի օրինակ կա Թրեստից, վերջերս հայտնաբերվել են մի քանի օրինակներ Կուրգերդի Ձախապնյա հատվածից, որն այս Ադրբեջանի կազմում է, ցույց է տալիս մեր ամբողջ տարածքների միջև Կուրը դեռևս հնագույն շրջանից Հայաստանի էր։ Եվ այս ապակի պատրաստվել է կվարցի ավազի օգնությամբ։ Սա անհնար է պատկերացնել։ Դոննայի վառարն էր պետք նման, որպեսզի կվարցը հալվեր։ 1700 ջերմաշրջանում է կվարցը հալվում։ Կամ նրանք ունեցել են հատուկ տեխնոլոգիաներ, որ կարողացել են կվարցը հալել ավելի ցածր ջերմաշրջանի տակ։ Կամ նրանք կարողացել են ստանալ այդ 1700 ջերմաշրջանի։ Այլ բան չկա, սա ֆանտաստիկա է։ Բայց փաստիկ է։ Դրանք այս թռչողացիներ են կոչում, տեսեք ինչքան նման են թռչողացիները իրենց ձևով, այս ոսկյա ուլունքները Սարդիոնը հեքիաթային մի քար է, հին աշխարհում շատ սիրված, այնքան սիրված, որ Աստվածաշնչում Սարդիոնը հիշվում է ամենաթանկարժեք քարերի շարքում։ Արևային այս քարը փաստորեն ամենից շատ տարածված է Հայաստանում։ Միջագետքում չի եղել այս քարը, որտեղ մենք ունենք փաստեր, որ միջագետքում կեղծում էին Սարդիոնը։ Այսինքն որպեսզի իրենք ունենային Սարդիոնի ուլունքներ, կեղծ ներկում էին չունենալով այդ քարի ամրել։ Հայաստանում ամենահասարակ համայնականի դամբարանում վիթխարի քանակով կարող եք գտնել Սարդիոնի ուլունքներ։ Հիմա տեսեք այս կլոր մշակումը։ Ընդհանրապես պարզվում է, որ ամենադժվար մշակումը դա քարի, թանկարժեք քարի կլոր մշակելն է։ Նիստավոր մշակումը շատ ավելի հեշտ է, վերջապես դու ուղղությունը մի քիչ հղկում ես եւ այլն։ Ստանալ իդեալական կլոր քար, սա բավականին բարդ երևույթ։ Այսինքն գոյություն են ունեցել արքայական արհեստանոցներ, որտեղ պատրաստվել են ոսկյա եւ արծաթյալ զարդերը, ինչպես նաեւ մշակել են քարերը։ Սակրատև այս ուղունքը իր զուգահեռ քարաշամբի հայկական դամբարանից, Ագաթե այս ուղունքը, որ դուք տեսնում եք ներքևում, աշխարհում ընդամենը 3-ն է, մեկը նավերից հայտնաբերվում է, մյուսը ուռուկի արքայական դամբարանից եւ երրորդը, որը երկու մասի է բաժանված, հետո դա կցված է ոսկյա ուրեմն շրջանակի օգնությամբ թրեխքից։ Այս տիպի ուղունք մենք այլևս չունենք։ Վերևում տեսնում եք լեռնային դյուրեղապակոց պատրաստված ուղունքներ, Կովեի ատամն է հմայիլը, որ ինձ համար ոսկուցել թանկ է, քանի որ միայն հանգարիացիների կամ հին արիացիների մոտ է կով այնքան սրբազան կենդանի համար է, որ նրա անհրապույր ատամից պատրաստել են հատուկ կախիկ հմայիլ։ Վերևում գիշերասատն է, որ նույնպես հայկական ծագում ունի, սրան ոսկյա ուղունքներն են։ Բադաշխանից կամ կենտրոնական Ասիայից ներմուծված ուրեմն դժոխաքարի ուղունք, այս ծովայնական ներքուշվող ուղունքները, որոնք ես նոր ասեցի, շատ քիչ ռեգիոններում են հայտնում։ Ապակի ուղունքների տեսականին են, դարձյալ մի քանի ապակի ուղունքներ, եւ այստեղ ապշեցնող իհարկե աչքա ուղունքն է։ Մարդիկ չեն հավատում, որ կարող է, բայց այս աչքա ուղունքը գտնվել է Բեդենյան տիպի կամանոթի միասին, որը հստակ կարող եք ասել, որ պատկանում է 25-ից 23-րդ դարերում։ Մենք ունենք դիքարի Բեդենը թվագրող նյութեր, որ հստակաբար կարող եք ասել, ահա ներմուծված իրերը, որոնք որտեղից են բերել, Պարսից, Սոցից,
Էգեան աշխարհից կա նաև հեռավոր Չինաստանից ներմուծված քար ագալմատորի կոչվում։ Այս հարեկուրքը, որի կուրսը զարդարում է արևի սկավառակշեցնող փոսիկներից ձևավորված մագնետիսական կացինն է, որը դրված էր ամենապատվավոր մասին։ Կովի ատամը հանելուկներից մեկը նավերի ձիոսանձը երկաթ է։ Մենք Հայաստանից նման վավերության ձիոսանձ չունենք և այսպիսի երկնալի պահպանվածություն։ Սա պատրաստված է օգման տեխնիկայով, ոչ թե ձուլման, որից է տանց որ շատ ավելի հին է, քան 12-րդ դարը Քրիստոսից առաջ, և իր քիմիական կազմը, որը կատարվել է դարձյալ Գերմանիայում, վկայում է, որ այս երկաթը իր քիմիական կազմով խիստ նման է ալաժահույքից հայտնաբերված երկաթե իրերով, որը նույն ժամանակաշրջանին են վերաբերվում։ Բայց մեր հնագետները դեռևս կասկածում են, ես էլ եմ կասկածում, ճիշտ ասած, մինչև նորից չգտնեմ, դες գտնել եմ։ Երկաթը մշակման մասին որ Երկաթը 40 անգամ ավելի թանկ է արժեցել, քան ոսկի։ Մի կիլոգրամ երկաթ արժեցել է 40 կիլոգրամ ոսկի։ Պատկերացնեք այդ ժամանակ ինչպիսի արժեք ունեցել։ Մենք հետո երբ առաջի անգամ դա գտան փարավոնների դամբարաններում, երբ երկրորդ հազարամյակին ապշել էին, որտեղ ոսկին այդպիսի երկաթ կա։ Հիմա այստեղ մենք ունենք այս արխայական դամբարանը, որտեղ Արարոցի և Բոազի որդիներն էին, նաև այս ձիուսանձը։ Այստեղից են այս ձիու ոսկորները։ Դիակիզման հետքը, խսին, որի մեջ պատահվել է դեռևս տաք կրակի վրայից վերցրած ոսկորները, էքսկրեմենտը ձիու, թրիկը պետեզով ասած, որը ցույց է տալիս, որ այս ձին կերել է դարման, այդ տեսնում եք դարմանի հետքը։ Ինքան կարող է թրիկ ավելի արժեքավոր տեսեք, և կարող ենք ասել, որ ձիուն զոհաբերել են ուշ աշնանը։ Դա հետաքրքիր մի բան, հին արիացիների մոտ, երբ զոհաբերում էին ձիուն, անպայման նրա բերանը խոթում էին խոտ։ Մենք այդպիսի բան կա, որ ասում է, ռուսերեն այդպես էլի тут траву, которую сунули в рот скакуна перед жертвой։ Այսպես նրանք գերակրել են, դարման են տվել նախքան զոհաբերելը, և այդ զոհաբերությունը ձիուտերի ունեցել ուշ աշնանը, որովհետև հայտնաբերվել են ծաղկի սերմեր, որոնք միայն ուշ աշնան են ծաղկում։ Հիմա ես ցույց տամ 7-րդ դարվանից հայտնաբերված այս ձիու երամակի պատկերը, և այստեղ տեսեք ինչ համով մի բան կա, քուրակը, ով գիտի, ինչպես բոլոր երեխաները չարություն անում, մայրը պոչից քաշում է։ Երբելով բան, և շատ նկարիչներ, պատկերացրել այդ նորն եկավ տեսավ, ապշել էր ասում ես, ինքս մի հատ ոչ է, որ շատերը կլիրաններ։ Ժամանակակից նկարիչները անգամ ուզենային որ պիտի այսպես նկարել։ Երբ 9-րդ դամբարից հայտնաբերված ձիու կանգուն է պատաններով, հիմա սա ուշադրության կենտրոնում է, փորձում են գտնել այդ ձիու դրա վերաբերյալ ինչ։ Այս դամբարանում է ևս մի ծես, որ հայտնի է, արջի մագիլես, այսինքն դամբարանի հատակին փորված է եղել արջի մորթի։ Սա արդեն նույն երևույթներ և տեսեք այս տիպի նետասլակները սա ջարդված չի, սա հատուկ ձև է, դաժան ձև է, փաստորեն կարող ենք ասել սկյութական նետասլակների նախատիպներ, որովհետև թաղվելով մարդու մեջ ասում է կտրտվել։ Հանելուց ծայրապանակը մնում է մարդու նորմերը։ Իսկն այսպիսի խոցված մարդը մահվան է դատապարտված կամ հավերժական տարապակվի։ Այս ձևը հատուկ է էլի հարավկովկասյան նետասլակները։ Ամեն հավանականությամբ այստեղ ինչ-որ
շատ լուրջ կապեր են եղել, Հարավ Կովկաս ասիկները հարով ռուսական տապաստանները։ Եվ այսնի դամբարից գտնվեց մանգալի այսնին դիրը կամ սողոցազև գործիքը, որը հստակ կարող ենք ասել բնորոշը վաղ բրոնզի դարի։ Մի խոսքով դու գնագել չեք ձեզ կարողակրում չի հետաքրքրի, սա հստակ և իր պրոպորցիոնալ չափերով ենթոշակման և կայսկարով։ Հիմա մենք փորձենք տեսնենք, թե այս կայսկարը հայկական է, թե ներմուկան։ Այս կանը նավերի մասին մի բան կարող ենք ասել։ Հստակ այս դամբարանները պատկանում են Եվրոպոյի հենց եվրոպական ասել, ավելի ճիշտ հին արիական առաջնորդ արքաների դամբարաններ են սրանք, Հայաստան ձևավորված եղել արքայական իշխանության ինստիտուտը, եղել է պետական կազմավորումներ, որովհետև մենք ունենք պրոֆեսիոնալ զենք, ուրեմն ունեցել են ռազմիկների դաս, եթե ունեցել են ռազմիկների դաս, նշանակում է կոնկրետ եղելություն։ Եթե հարցեր ունեք, Սկզբում ասացիք, որ կա հատված, որտեղ որ հիմա արդ է, որտեղ վարուցանք Սկզբում ասացիք, որ կա մի հատված, որտեղ արդ է, ու հիմա վարուցանք են անում։ Այդ արդերի հատվածները, բայց ենթադրում եք, որ այնտեղ էլ Բեղման համար պիտանի բաներ կան։ Ինչ բախտի պիտի արժանանում հետակապված դրանց հետ ուսումնասիրություն։ Մենք դա վերցել ենք պահպանական գործի վերջ, ինչ բախտի արժանանալու դժվար եմ ասել, շատ նավոր է, որ հյուսիս հարավ ճանապարհը, որը կենսական նշանակություն է, անցնի այդ նամբարադաշտի։ Այդ արտերի թե ձեզ Չի կարա շրջանցի պես։ Մենք 2 տարի արդեն աղիք ենք բարձրացրել, դիմում ենք հնարավոր բոլոր ֆինանսավորեք, մենք տեղենք, հետո կարող ենք, բոլորս էլ այդ ճանապարհով շահագրգիռ ենք, բոլորս էլ ուզում ենք այդ ճանապարհը լինի, դա Հայաստանի համար տնտեսական կարևոր նշանակություն ունի, բայց չի կարելի ուշարձանի քանդել ճանապարհ բարձրացնել։ Ընդամենը կարելի 2 տարի առաջ ֆինանսավորեին, մենք տեղեին, հետո իր ճանապարհ Ինչ կլինի չգիտեմ, բայց ես կարող եմ տեխնիկայի առաջ կանգնել, ես հիմա երկոքից ես հետո կանգնել, բերենք հետո որ վերին նավերում ես այդպես արել եմ, երկրաշարժից հետո 28 թվականը, շրջանցի ճանապարհն էր կառուցում, ասում էր վերին նավերում, բայց մինչև վերջի դամբարանը ես չբերեցի, այդտեղ ոչ մի շինարարություն չկա, ես ես հստակ եմ ասում, մենք այդքան էլ թույլ չենք հատկապես միասին։ Ուրիշ։ Հիմնականում եթե խոսենք շահման ծեսերի մասին, դա վարանավորներից դուք պատվեցիք, հիմնականում գերիշխողը որ ծեսն է և Եթե մասին չեմ հասել, խոսեմ շատ լավ հարց է։ Ուրեմն մենք ստեղ շահման ծեսը այն կարևորագույն բաներից մեկն է, որ ես ինք է տալիս ասել, որ այստեղ խաղվածները եղել են հենց արիացիներ կամ հին արիացիներ։ Ուրեմն ամենատարածված ձևը Եթե վերնախարի ներկայացուցիչ չեն, ապա պարտադիր դիակիզմ է։ Ինչպես որ բոլոր եվրոպական ժողովուրդների մոտ է։ Բավական է կարդակներից Հոմերոսի կերտվածքները, որպես հստակ իմանալ, որ այստեղ դիակիզմ է։ Ամենահետաքրքիրը մյուսն է, կա նաև դիաթալ, բայց դիակները դնում էին միսն այնպես հողին, որ դիակը չհրվեր սուրբ սկիզբ հանդիսացող հողին, քայքայվող զազրելի դին չսրբատված էր մայրովը, որ մայրովը չխորովեր, չզրկեր մարդկանց վերքի։ Ինչ էին անում։ Վերին նավերում փորում էին մինչև տուֆը, խորանում էին տուֆի մեջ մինչև կես մոտքությամբ և նոր տուֆի մեջ էին դնում այդ դինը։ Եթե տուֆը շատ խորն էր, տակը փռում էին ավազ կամ հատուկ կավալուծույթով զմրսում էին դիակը։ Այստեղ պատրաստում էին քարից թարեքներ, այսինքն թորում էին, և քարի վրա էին դնում դիակը։
Այսինքն սա այդ ավանդույթը, այդ հավատամքը պահելու վկայություն։ Վերջապես հայտնաբերվել է հենց մեր առաջին ամբարանում զարմանալի վիդեո, որը իհարկե Հանսպիտեր Ռոյմանը ասեց, հետո փոշմանեց այդ վիդեոն, որտեղ ինքը չգիտես չի կարողանում նկատել, որ սա արիական ամբարանները կամ վախենում է, այնտեղ վախենալու բան իր հայրը ժամանակին եղել է նացիստ, արիացի բարեցին են շատ վախենում։ Երեխաների զոհաբերված տիրոջ հետ թաղված երեխաների ոսկորների վրա մեծ շան ատամներ էին պահպանում։ Սա իր եզրակացությունը։ Մեծ շան Հասկանում եք, հին արիացիների մոտ 3 տիպի թաղում կար։ Մեկը դիակեզոններ, որպեսզի նախ մարմինը չփոխծվի որդերով, եւ երկրորդը սուրբ հողը չփոխծվի։ Երկրորդը դիաթաղումն է, բայց այնպես որ նա հողին չհատվի, եւ երրորդը, երբ դիերը տրվում էին գիշատիչ գազանների եւ թռչունների մաքրագործման, այսինքն նրանց մտնում էին դոկչյան աշտարակների վրա եւ նույնիսկ պահում էին հատուկ շներ, որոնք որ ուտում էին տիրոջ մարմինը եւ դրանից հետո միայն մաքրագործված ոսկոր կարելի էր հանձնել հողին։ Դուք սրա մեջ ոչ մի վայրենի բան չտեսնեք, գիտեք։ Նրանց համար կարող է ինչ մենք ենք անում, դա է սարսափելի վայրենի։ Իրենց համար դա հեծարում պատիվ էր, որտեղ եթե հանկարծ թռչուններն էին, դա միանգիսային նշանակը, որ նա արդար է և նա դեղանք գնաց, որտեղ երկրիկից էին թռչուններն։ Եթե շներն էին ուտում, ուրեմն նա փրկվեց, նա նորից վերածնվելու է։ Իսկ եթե հանկարծ դիակին ոչ մի բան չէր մոտենում, ուրեմն անգամ վատն է, որ նա Եվ այս հետաքրքիր Սիսո է հեղինակ կա, գիտնականների փորձել խորհրդա, այդտեղ շատ հանգամանալից ներկայացված է Միջին Ասիայում չինական ձեռագրերում վկայված այդ ծեսը եւ դիակները տրվում էին ուրեմն մաքրագործման հատուկ պատվող շների եւ այդ շները շատ մեծ արգանք են ունեցել։ Հիմա տեսեք, սա պահպանվել է մեր առասպելքում։ Մեր այո, արագեղեցիկի որդին են, Արավեզներն էին չէ, արավեզի չէր տայ, նա պետք է վերացնվել, վերացնվելու համար նրա մարմինը պետք է ուրեմն շների կողմից իդվեր։ Եվ պատահական չէ, որ արավեզը շնակել աստվածություններ էին։ Վերջապես մենք որմնա արտավազդի առասպել։ Արտավազդը որմնումը խորվիրը դա դամբարանն է։ Մուղտ խորվիրում է, շղթայված դևերի քաչքերի կողմից։ Եվ երկու շները կրծում են նրա շղթաները, որ նա վերացնվի։ Այսինքն դարձյալ շնը վերածննդի եւ պատահական չէ, որ նավերի մի շարք դամբարաններում, նաեւ Կարաշամբի մեծ դամբարանում, երկու շուն է թաղված։ Հասկանում եք, այդքան որ պատահականություններ չեն կարող։ Զրադաշտը շրջում է երկու ձիերով, նավերի բոլոր դամբարաններում զոհաբերված է երկու ձիեր։ Անվանումը ինչ-որ կապ ունի, այսինքն ես ամփոփեմ Ելում ես այդ 3 թաղմանցես, որոնք 3-ն են գործիներով կապված իր սոցիալական դիրքից, ստատուսից, ամեն մեկը կամ մահվան պատճառից դա շատ կարևոր է։ Օրինակ մինչև հիմա չասենք, բայց մինչև 19-րդ դարի վերջը խեղդվածների ընդհանուր գերեզմանում չէին թաղում, կամ ինքնասպան եղածների։ Նրանք առանձին տեղ պետք է թաղում։ Թումանյան չի կապված է մարոյից։ Սակայն ապահներ ադվիլ, պապիկող մինչերերի, յուղից հեռու, և այդը պոսպորեցին առանց ժամ ու պատարակ, նա ինքնասպանություն է գործել, նա պղծված է, նա իր կյանքի վրա ձեռքը բարձրացել։ Հասկանում եք, հին ժամանակ դավերի կարևոր, ամենակարևորը այստեղ այդ մահվան պատճառն է և սոցիալական պատճառը։ Այսինքն բոլոր 3 տիպեր ունի։ Ով էր նավեր անվաններ ճիշտ ասած, ինչի այդպես կոչվում։
Եվ ես նավերանում էի դնում մի բաներից շարժում եմ, որ չի կարելի տեղանունների հետ կամայական իրավարել։ Հետագայում դա պարզվեց այդ մասին հոդված է գրված, երևի թե ունեցել նավի հետ կապված գիտաժողովեր ասացրել։ Նավը բնիկ հայերեն բառը, որը նշանակում է նաև բացի փոխադրամիջոցից լինելով, ջրային փոխադրամիջոցից, նավ նշանակում է նաև տապան կամ գերեզման։ Այսինքն սա բնիկ հայկական բառ է եւ ամենայն հավանականությամբ այդ թաղումներ կատարողները խոսել են մի լեզվով, որտեղ նավը նշանակել է գերեզման։ Եվ դա կոչվել է վերին գերեզմաններ, ներքին գերեզմաններ։ Դուք ասացիք վերին եւ ներքին գերեզմաններ։ Հետևաբար գոյություն պետք է ունենա բնակավայր։ Այո։ Իսկ բնակավայրը շրջակայքում է։ Բնակավայրը սա մեծ որոնով գտնվում է ինտենսիվ երկրագործական գոտում։ Բնակավայր հասկացողությունը այստեղ շատ հետաքրքիր է։ Նրանք կարող էին եւ բարել խիստ շարժում կենսակեր, որովհետեւ եվրոպացիների, արիացիների դառնուշը։ Նրանք ամռանը բարձրացնում էին յայլաները իրենց հոտը, ձվեր իջնում էին եւ նրանց բնակավայրերը շատ հնարավոր է որ վրաններից է կազմված եղել։ Այսինքն վրանաբնակ արքաներ են եղել։ Այդպիսի վկայություն կա նաեւ Աստվածաշնչում։ Կամ եղել է բնակավայր, որ նավիրվել է։ Շրջակայքում կան երկու բնակավայրեր, որոնք կարող են հավակնել այս գերեզմանների տերերի բնակավայրը լինելու։ Դա մեկ աշտարակի վերջինն է, որը միայն եւ միայն միջին պրոզետարյան դամբարան է, բնակատերի է։ Միայն մի սենյակ է հասցրել տեղել, շատ հետաքրքիր կառուցվածք ունի, փողոցներ են, հրապարակն է հավաքվելու համար, փողոցների արջև ձախ կողմերում հսկայական պատերով տներ են, որոնք ամենը կարծես Բոդիսևսի նկարագրության մեջ շատակված ամրոց տներ են։ Եվ մյուսը Բալկանի մոտիկ է գտնվում 18 մետրայի տարածքում գտնվում է մեկ այլ ամրոց, որի միայն պատերի հազիվ հետքերն են ուղղակցվում, այնտեղ չեն կարել։ Երկուսի դեպքում էլ հնարավոր է, որ դրանք անմիջականորեն կապված լինեին վերին նավեր եւ ներքին նավերի հետ, որտեղ դամբարանադաշտերը վիթխարի տարածք են թաղեցնում, 150 հեկտար տարածք։ Ինչ-որ վերաբար կատարող թաղումները, դաժե նույնիսկ չի բացառվում, որ մի քանի ազգակից համայնքներ այդ նույն վայրում կատարեին իրենց թաղումները, որպես սակրալ տարածք, սրբազան տարածք։ Ինչպես նկատեցինք բոլոր գերեզմանները կառուցված ունեն որոշակի կառուցված շրջանաձև կենտրոնական մասում։ Բոլոր դամբարանները միասնական չեն, էլի կան տարբերակում, բայց բոլորը ունեն մի հետաքրքիր վիճակ, այդ վերին նավերը ցույց տան, դա շատ հետաքրքիր է։ Դամբարանադաշտը հասարակության հայելային արտացոլումն է։ Ինչպիսի կյանքով մարդ ապրել է այս կյանքում, այնտիսով էլ նա պետք է ներկայանար հանդերձյալ աշխարհին։ Եվ կապված մարդու սոցիալական դիրքից դամբարաններն ունեին տարբեր մեծություն եւ տարբեր կառուցվածք։ Բոլոր արտաքական դամբարանները նույն կառուցվածքն ունեն։ Այսինքն դրանք ունեն դրոմոս, ունեն խորը դամբարանափոս, դամբարանափոսի արջև ձախ կողմերում զոհաբերված սուլերի գանգեր են, կատակոմբատի թաղումները, ես դա պես նախնականորեն ասեմ, ես համարում եմ վարձկաններ, որտեղ սրանք զինվորների դամբարաններ են, ամենայն հավանականությամբ ասենք թիկնապահների և զինվորների դամբարան, դարձան մեծահարուստ են, բայց ոչ իրենց տերերի չափով։ Եվ կան դրանք կթաղվել է կատակոմբաներում։ Կան նաև սովորական դամբարաններ, որոնց դամբարանները օղակված են
կրոնվեխներով և ծածկված են շատ մեծ քմերի վրա լցված քարի կուտակումներով, կենտրոնում փոսն է, փոսի մեջ թաղումը, իսկ թաղումը ծածկված է սալաքարերով։ Սա ուրեմն դարձյալ որպես հարուստ, ասենք, գյուղացիների, հարուստ փոքրիկների, հարուստ արհեստավորների դամբարաններով։ Կան դամբարաններ, որոնք ունեն միայն թմբեր, առանց կրոնվեխների, և կան դամբարաններ, որոնք ունեն միայն ծածկի սալեր։ Այսինքն ամեն մի սոցիալական աստիճանի վրա գտնվողը ուներ իր թաղման ծեսը։ Շատ կարևոր է դամբարանների մեծությունը, խիստ կարևոր է։ Մենք մոտավորապես բաժանել ենք, որ ասենք մինչև 10 մետր տրավագիծ ունեցողները, դրանք հասարակամայնականների թաղումներ են, մինչև 20 մետրը դրանք վերնախավի և արիստոկրատիայի, 20-ից ավելի դեպքում, ուրեմն դրանք արքայական դամբարաններ են։ Սա պայմանական բաժանում է, բայց սա հստակ երևում է, և թաղման բույքը, և դիակիզման ծեսը գալիս է վկայելու այդ մասին։ Օրինակ նավերում կա մի դամբարան, որը դեռևս չեն բերել, տարիների գործ է և հսկայական միջոցների ներդրում կարիք ունի 46 մետր բնականություն։ Գուցե զարմայրի դամբարանն չի, կատակորում ասում, այս որ արքայական դամբարանն է, կասկած են խաչում։ Չտեք, որ հետո ուրարտական դամբարաններ գնացել։ Այ ուրարտացիների հետ կապված էլ ասեմ, այստեղ մենք այ ուրարտացիների միշտ փորձում ենք լեզվի, որում աշտարական լեզվ են թանում, ժամանակին ամբողջ ռուսական արկոնիկով ֆրանսեր էր խոսում, կամ գերմաններ էր, հետո ինչ, կամ գերմանացիներ, կամ ֆրանսացիներ։ Մենք ունենք տրապարետային ձևով գրված մի քանի 100 ուրարտական մասնակցներ, որոնք շատ սերտ, լակոնիկ բաներ են։ Դրա հիման վրա ասել, որ այդ լեզուն, և այդ լեզուն հատկապես կրող ժողովուրդը հայեր չեն, դա որոշ մոտեցում։ Հատկապես, որ ամբողջ պլաստը հետեն աշնագրություններից ցույց է տալիս, որ դա կայսրություն է եղել, և այդ կայսրության մեջ հայերը խիստ կարևոր դերակատարում են ունեցել։ Բուն ուրարտերեն լեզվում կան հայերեն փոխառություններ։ Ավելի Ջակյանը, օրինակ, Անեցքի ֆորմուլա և առաջին մասը իր վերջի աշխատություններից մեկում հստակ կարողանում է կարդալ նաև հայերեն։ Ես դիպում դնում, լեզվաբան չեմ կարող լեզվի մասին խոսել։ Ես հոգեբանությունն եմ դիմում։ Բոլոր թաղումները և այստեղ և գողի վերջում ուրարտական շրջանում կատարվել են վերաթաղումներ։ Այսինքն մարդիկ հստակ իմացել են, որ այստեղ դամբարաններ կան, այդ դամբարանների մեջ կատարվել են թաղումներ։ Բայց ձեռ չեն տվել ներքևում գտնվող նաև ոսկի պարունակող դամբարանները։ Այսինքն ինչ կարելի է եզրակացնել։ Այո, իրենք դրանց տանել են իրենց անմիջական նախնիներ և իրենց հարազատներին ի պահ են տվել, իրենց հզոր աշխարհական նախնիների ի պահ են տվել, որ նրանց հովանավոր լինեն նաև հանդեցել։ Չի կարող պատայնել, բեղել ենք 7 դամբարան չէ արդեն, 7 նույն վիճակն է, վերևում իրենք իշում են չէ 1.5-1.80 սանտիմետր կանգնում են, կատարել են իրենց թաղումը և հետագիր ուրարտական դամբարանները նաև զրահի դեր են կատարել։ Հետագայի թաղանչիները հասնելով ուրարտական թաղումներին, որոնք նույնպես շատ ճոխ են եղել, բարարվել են ուրարտական թաղաններ։ Մտածելով, որ դամբարաններն այլևս վեր ավարտված են։ Սա լավ չէ, ֆոկուսից են լավ վիճակը։ Եվ այս ուրարտացիների հոգեբանությունը ցույց է տալիս, որ իրենք իրենց համար են նախ չեն եվրոպացիներ, և նրանց խորհրդական ծագումը խիստ ինձ համար կասկած է, որովհետև նույն դիակիզման ծեսն է, պատկերացնում,
Կամանոթներ կան, որ ուրարտական եւ եթե միջին բրոնզեդարյան կամանոթները մնան այս սեղանի վրա, եթե հաստատ վստահեցնում են, դուք չեք կարող տարբերություն տեսնել դրա մեջ։ Նույն սկզբունքն է։ Ուսա ինչպես է գալիս։ Միջին բրոնզեդարում մենք ունենք գունազատ կամանոթներ, գունազատ կամանոթների մշակույթը բանում է 15-րդ դարում եւ հանդես է գալիս ուրարտական շրջանը։ Եվ ուրարտական կամանոթը իր տեսքով, տիպով, նախշով կրկնում է այն, ինչը որ միջին բրոնզեդարում է։ Բայց ավելի ավտոխտոն լինելու ինչ կարող է։ Ես չեմ բանամ, շատ երկար թեմա է, ներով կրեք, եթե ես միանգած այդպես առանց շատ լուրջ հիմնավորումներ եմ ասում, որտեղ եթե հիմնավորում գնանան, չեմ կեզ գիշեր պետք է նստեք, ես չեմ կարող։ Այդտեղ ամենալուրջ փաստարկներից մեկն էլ ասել, այդ տաճարական համալիրը որ կա, այն նույնպես հավանաբար նախների պաշտպանությունից է կատարվել, առաջվել եւ գտնվել է միջին բրոնզեդարյան դամբարանների հարևանությամբ։ Այստեղ մենք նույն ծեսը ունենք, մաքրված ոսկորների թաղում կարասի մեջ։ Սա արդեն Աքեմենյան շրջանի բան է։ Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ մեծ մկաններ կան, չէ, ազդոսկրի վրա։ Եվ եթե ազդրամիսը տեղում լինի, երբեք չես կարող երկու ոսկոր իրար կպցնել։ Իսկ այնտեղ ոսկորներն իրար կպացեն։ Հետո դրանից հետո էլ որպեսզի մեծ հավատություն, որ մենք այս ծեսով ենք թաղվել, վերևից կավալուտույթով սվաղել ենք։ Իսկ ոսկորները բացարձակ չէին շարժվում։ Սա ծեսի զարմանալի հազարամյակներ թիվով փառատոնը, որ ցույց է տալիս նաև ժողովրդի նույն տարածքում ապրելու մասին։ Կան ուրիշ Սրանք ամերկանների փաստեր են, ես ուզում եմ մոմոտ ինչ հակափաստարկներ կան։ Թեկուզ աշխարհում ոչ այդ նախանձ, շարություն։ Բայց փաստերը պարզապես ժխտելու, բամբասելու սովորություն։ Այդ մարդը պաշտպանելը դոկտորական։ Ասպես որ դու գիտես ինչ։ Սխալ լոկս չես։ Դեռ պաշտպանում Գիտեք, երբ որ գնում են Մոսկվա եւ այս ամենից պատմում են, ամբողջ ռուսական հնագիտական էլիտան այնտեղ, դուք չեք պատկերացնում, ոնց որ դուք այդպեսի դուք շատ լսեցիք, ուրեմն շատ շնորհակալ եմ, ուրեմն ստացվեց զեկույցը, նույնպես իրանց մոտ է այդպես տեղում։ Եվ հետո այնքան հարցեր են տալիս, որ նախագահը ասում է բավական, այլևս հարցեր չկա։ Ես ինձ այնտեղ պատրաստված ուղերձների մեջ ես ինձ շատ լավ եմ զգում։ Այստեղ է կա հնագետներ, բայց ցավոք կան նաև մարդիկ, որ առաջնորդում են այն ինչ որ ասեցի։ Իրենց համար շատ դժվար է ընկալել, որ այրենք ֆերերում չես տեսել այդ ամենը, որտեղ հաստատ իմ ասեք, որ եւ Թրեշկի դամբարանները, եւ Լորիբերտի դամբարանները ոչ մի բանով չեն զիջում, եթե չեն գերազանցում նավերի դամբարանները։ Բայց նրանք չեն կարողացել դամբարանների տակ պատմություն տեսնել։ Նրանք ընդհանրապես միություն են։ Իսկ վերջերս տեսանք Գորիսում եք եղել դրան, վերջերս սպիտալի որտեղ Գորիսում եղել եք կանոն։ Ես Իմս Շենգավիթը նավերը, Լորիբերտ, եթե ուզում եք Գորիս չէ, բայց Լորիբերտը։ Էնգան, մի հատ է հասնում։ Սիմոնյան, ասենց շատ մոդայակել պատմությունը խեղաթյուրելու։ Դուք արտերկիր որոշակի բաներ գուղարկում, որպեսզի անալիզ սպեկտրալ եւ այլն եւ այլն։ Հիմա այն որքան է անհանգստություն, որ Ադրբեջանի, Թուրքիայի հետաքրքրած երկրների կողմից գումարը ավելի շատ չի տրվում, չի խեղաթյուրի պատասխանները։ Պարզապես ադրբեջանցի Իսկ ռուսների կողմից, որոնք նույնպես շփվում են։ Չէ, հարցը նայում է, որ ես անալիզով արկում եմ, ասում եմ, որ հայտնաբերվել է այս ինչ տեղից, եւ նա չի տեսա ինչ դամբարաններ։ Այ երբ որ ես սկսեցի խոսել, որ սրանք կարող են լինել բինարիական դամբարաններ, դեռ բերեցի թշնամին։ Մինչև ես շատ հատկից ամեն իրանց, բայց արդեն հաստեր կան, իրենք ասել են ինչ։ Իրենք իրեն դիվերտացիոնը տվել են։
Բացի դրանից մեծ մասամբ լաբորատորիաներում աշխատող մարդիկ ազնիվ գիտնականներ են եւ ինչ շահում են անցել։ Եթե նրանց վրա ճնշում չկա գործադի։ Պատասխանը դեպքում որից ճնշում չի եղել։ Եվ ես միշտ, եթե ուշադրություն դարձրեցի 2-3 մետր, որպեսզի կարողանան համադրել աշխատանքները։ Նաև Հայաստանում են տանում։ Նաև ամենապեդան, ամենագիտականորեն ազնիվ ժողովրդի գերմանացիները։ Հիմա գուցե ճապոնացիներն են տան, որոնք շատ բարձր կատեգորիայի ժողովուրդ են։ Ամերիկան գուցե փորձեն ճաշել, չեմ բացառում։ Բերեք սրանով եզրափակենք, դուք ահագին բան մտերք ստացաք, ինֆորմացիոն մտերք, որպեսզի մտածեք։ Ինչ որ ես ասել եմ, բոլորը չեք կարելի համարել բացարձակ ճշմարտություններ, բայց ես ինչ որ ասում եմ հիմնավորել փաստերով, առաջին ես ինքս ինձ եմ ուզում համոզել, նոր այդ մասին խոսել։ Եթե ձեր հետաքրքրի, 1-2 ամսից կարող եք շնգավթի հետ կապված հաջողակալից է պեղում, որ մեկը կապ պեղում, մեկը նայեք ձերով չի պահակի մեջ է, որոց է Կողներ պեղում։ Անդրգան մասնակցել, վճարվել վրա դիմացի չեք որքան։ Որքան, եթե պեղումները մենք սկսենք, ուրեմն եկել ինձ է պետք է գիտակից մարդկանցից բանվորը կանուր։ Շնորհակալություն։